Շատ լավ հարգելի գործընկերներ, քանի որ տնտեսական թեմայի անդրադարձանք, ես ուզում եմ կարևոր լուր հայտնել, այսինքն չհայտնել, ենթադրում եմ հրապարակված է լուրը, աշխատատեղերի նոր վիճակագրությունը հրապարակել ենք արդեն։ Ամեն դեպքում 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222,000 աշխատատեղեր։ Շատ կարևոր է նաև վիճակագրություն, ներողություն, այդքան աշխատավարձով ապահովված աշխատատեղեր, որովհետև մեր վիճակագրությամբ ես տենց էլ դա բարդ եմ հասկանում, թե ինչի համար է, բայց կան աշխատատեղեր, որոնք 0 աշխատավարձով են ապահովված, դա առանձին թեմա է, հիմա կարծում եմ դրա մասին չարժի խոսել։ Այստեղ հաջորդ խնդիրը կա, տեսեք, հարգելի գործընկերներ, մի կողմից աշխատատեղերի աճ է տեղի ունենում, մյուս կողմից մենք ասում ենք, որ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է եւ սա ճշմարտություն է, բայց կա նաեւ այսպիսի մի իրականություն, երբ որ մարդիկ հասկանալիորեն հարց են բարձրացնում, ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են, աշխատող են, բայց իրանք չեն ապրում բարեկեցիկ կյանքով։ Իհարկե, այս թեման նորություն չի եւ այս թեմայի մասին մենք շատ ենք մտածել, ես ինքս էլ շատ մտածում եմ եւ դրա մասին կիսվել եմ վերջին շրջանում շատ հաճախ։ Այստեղ պիտի էլի համարձակություն վերցնեմ ասելու համար, որ սա արդեն որակավորման եւ կարողությունների խնդիր է, որովհետեւ աշխատավարձը, որևէ աշխատավարձ, բացի իհարկե կառավարության քաղաքականությունները կապ ունեն սրա հետ, եւ մեր քաղաքականությունները իմիջայլոց շատ հենց նպաստավոր են եղել, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ հիմա մենք, չգիտեմ պատմականորեն դա նվազագույնը, բայց համենայնդեպս 2018 թվականից հետո մենք էականորեն Հայաստանում եկամտային հարկը իջեցրել ենք։ Երահարկ, այսպես ասած, եկամտային հարկը, որը 36%, 26% եւ 23%։ Մենք նախ համահարկ դարձրինք եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է։ Այսինքն սա նշանակում է, որ այն ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, այդ գումարները։ Եվ մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում, կներեք այդ կոպիտ ձևակերպման համար, տնտեսությունում փող կա։ Հետևաբար արդեն աշխատուժի անհատի փոքր եւ միջին բիզնեսի կարողություններից է նաեւ մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, շարունակական անձի կարողությունների շարունակական զարգացումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Բնականաբար նաեւ մեր քաղաքականությունները, բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում է զարգացումը որտեղից, տնտեսական աճը որտեղից։ Ընդ որում ամեն անգամ, երբ որ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ որ արտաքին գործոնների հետ։ Այդ արտաքին գործոնները գալիս գնում են, տնտեսական աճը մնում է, նշանակում է այնուամենայնիվ ինչ որ բան, ինչ որ ֆունդամենտալ գործոն կա, որ այդ տնտեսական աճի կայունությունը պահում է։ Էդ էլ է պետք է ասել, մենք երջանիկ չենք մեր տնտեսական աճի կառուցվածքով, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմնականում մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ
սպառումը շատ էական շարունակում է շատ մեծ եւ էական դեր ունենալ եւ մենք բայց կներեք սա էլ է էլի քաղաքականությունների հարց